Գեղեցիկը միշտ այնտեղ չէ, որտեղ մեր աչքերը առաջին են նայում։ Այն հաճախ թաքնված է փոքրիկ պահերի մեջ, մի շնորհակալությունում, շրջանված մի գրկախառնությունում կամ մի բառ լես ժպիտում, որ կարողանում է օր փոխել։ Գեղեցիկը ապրում է այն մարդկանց կերպարում, որոնք չեն վախենում լինել բարի մի աշխարհում, որտեղ երբեմն բարկությունը էժան է, իսկ հոգատարությունը թանկ։ Այն կայանում է ձեռք մեկնելու պատրաստություն ունեցող մեկ քայլում, որոնք շատերը չեն նկատում, բայց որոնք փոխում են ինչ-որ մեկի օրը։ Մեր ճանապարհը, որպես ժողովուրդ, միշտ եղել է գեղեցկության վկայություն։ Այնտեղ, որտեղ կանգնել են մարդիկ, ովքեր ուժ չեն փնտրել մկաններում, այլ հավատում։ Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ամենագեղեցիկը այն մարդն է, ով լուր, բայց անկոտրում կանգնում է իր տան, իր հողի, իր արժեքների կողքին։ Այսօր գեղեցկությունը ապրում է հենց մեզանում։ Մեր դպրոցում, մեր ընտանիքում, մեր հանդեպ եղած սիրո ու հարկանքի մեջ։ Այն պահին, երբ մենք լսում ենք ուրիշին, օգնում ենք առանց դիմացը ինչ-որ բան սпасելու, կամ երբ սրտանց ժպտում ենք առանց պատճառի։ Եթե մեզ հարցնեն, ինչն է մեր կյանքի ամենագեղեցիկ դրսևորումը, մենք կասենք մարդու մեջ ապրող լույսը։ Բույս, որը չի մարում դժվարության մեջ, չի խամրում վշտի պահերին և չի կորչում ժամանակի ընթացքով։ Այս տեսահոլովակը մեր քայլն է դեպի այդ լույսը։ Անցյալից դեպի վաղը, խավարից դեպի հույս, հողից դեպի հոգի։ Եվ եթե մի օր գեղեցիկը մարմին ստանա, նա անվանակոչվելու է Հայաստան։